Արագ հարց տամ, էլի։ Ու կարծում եմ պետք է անընդհատ այս հարցերը տալ հիշեցնել։ Դուք շատ լավ հիշում եք 90-ականները։ Հիշում եք ոնց եք իմացել Շուշի ազատագրման լուրը։ Չգիտեմ, իմ գլխում ինչ որ մի բան այն չէր կատարվում այդ ժամանակ, ոնց որ չհավատայի, ոնց որ ինչ որ երազների մեջ լինեի, չգիտեի ինչ էր։ Ոնց, այս ոնց եղավ, չէի հասկանում։ Մի տեսակ ոնց որ մի տարօրինակ մի բան է գլխի մեջ, ոնց որ պայթյուն, ոնց որ ուզենաս այդ բոլոր բջիջները ուղեղիդ հավաքես, հասկանաս ինչա կատարվում, հատկապես որ այդ ժամանակ ես ուսանող էի, ու մեր կուրսից տղաներ կային, որ ամեն անգամ սեպտեմբերից մինչև դասերի ավարտվելը հունիս-հուլիս այսպես դասերի էին գալիս, իսկ այն 1.5-2 ամիսը գնում էին գնանք Ղարաբաղում օգնենք եւ այլ, այս ամեն ինչը կար, տղաներից մեկն էլ մի անգամ կորել էր, հետո գտնվել էր, մենք սենց անդադ սենց հուզառատ վիճակում էինք, որ դա իմացանք, մի տեսակ տարօրինակ զգացում էր, թվում էր թե մեր քաշը պակասել է, օթերով ենք քայլում, թե ինչ ենք անում, մի ուրիշ տեսակ ուրախություն էր։ Նոյեմբերի 9-10-ը ոնց եք հիշում։ Ամաչում եմ ասեն, բայց անդադ արտասվում էի, չեմ կարողանում ես։ Որն ավելի լավ զգացողություն։ Համեմատելու չի։ Հիմա մեր ամբողջ համայնքին որն եք մաղթում։ Մեր ամբողջ ազգին որն եք մաղթում։ Ես մեր ամբողջ ազգին մաղթում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտնենք, կարողանանք իրար կողքի կանգնել, որ կարողանանք հաղթել։ Մաղթում եմ մեր քաղբանտարկյալներին, հատկապես շուտ մաղթում եմ, որ մեր սրբազանները դուրս գան, դե նրանք վատառողջ չեն։ Բոլոր քաղբանտարկյալներին շուտապույտ ազատում եմ ցանկանում եմ, որ անունը չեմ ուզում տամ, մի խոսքով նա բանակցի կամ չգիտեմ ինչ անի, ոնց անի, կամ էլ Տրամպի միջոցով գերիներին պահանջի հետ վերադարձ, որովհետև գերիները անհետ կորածները հատկապես, որոնք ամեն օր վշտի մեջ են, որտեվ չգիտեն ինչա կատարվել, դրանք բոլորը վերադառնան եւ ելք գտնեն եւ հույսս չեմ կորցնում, որ արցախցիները վերադառնան անպայման Արցախ։ Մենք բոլորս, այո։ Տիկին Արկսե, շատ շնորհակալություն։ Ես հատուկ հարցրեցի ձեզ զգացողությունների մասին, ես ուզում եմ, որ հիմա մեր բոլոր դիտողները մի հատ իրենք էլ հիշեն, ինչ զգացողություններ ունեցել ամեն անգամ, երբ որ իմացել, հիշել, լսել, գնացել, այցելել, տեսել են Շուշին, ու հիմա ինչ են զգում։ Ընտրություն կատարեն նրա միջև, որն ավելի լավ։ Տիկին Արկսեի ասացի պես ուրախությունից օթերով թռնել, թե իբր արհեստական խաղաղության պայմաններում ծնկաչոք սողալ, վախենալով հերթական հարվածից։